Տիկին Հակոբյան, դուք ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այդ Մոսկվա, դա ինչ ի վերջո տվեց Հայաստանին, որովհետև ըստ էության որևէ բովանդակային հանդիպումներ, քննարկումներ չունեցավ Հայաստանի վարչապետը։ Դուք չգիտեք, որ երկրորդ համաշխարհային պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաև Հայաստանը, մենք լինելով փոքր երկիր ունեցել ենք բազմաթիվ զոհեր եւ Մոսկվայում երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի հետ կապված հենց միջոցառում էր իրականացվում։ Բացի դա, հնարավոր է, որ ես չեմ հիշում նախորդ տարի պատճառը որն էր, կարծեմ կորոնավիրուսի տեստեր, չեմ հիշում հիմա պատճառը, բայց երբեմն լինում է, որ այլ զբաղվածություններ հաշվի առնելով չի մասնակցում վարչապետը, մասնակցում է օրինակ փոխվարչապետը, չի մասնակցում փոխվարչապետը, մասնակցում է օրինակ արտաքին գործերի նախարարը կամ ազգային ժողովի նախագահը եւ այլն, դա կազմակերպչական հարց է։ Ինչ վերաբերում է ինչու է մասնակցել, իսկ ինչու չպետք է մասնակցի։ Մենք հայտարարել ենք այո, դա այլ հարց է։ Մենք հայտարարել ենք նաև դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացնող քաղաքականության մասին եւ դա հենց նշանակում է, որ պետք է մասնակցել բոլոր ֆորմատներին եւ Ռուսաստանի Դաշնությունը խնդրահարույց երկիր չէ, մենք գործընկեր երկրներ ենք եւ փոխհարաբերվում ենք երկուստեք շահերը հաշվի առնելով։ Իսկ ինչու հանդիպումներ չեղավ, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ սա հնարավորություն է քննարկումների, երկկողմ հարաբերությունների հետ կապված բանակցություններ ունենալ, բայց որևէ մեկի հետ հանդիպում չեղավ։ Արդյոք անակնկալ էր հայկական կողմի համար Ալիևի չմասնակցելը եւ վարչապետը այդ ակնկալիքով էր գնում, որ հնարավորություն ունենար բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Մենք ցանկացած հարթակում իհարկե ուրախ ենք բանակցելու համար, սակայն դա կախված չէ մեր որոշումներից, հա, մենք մեր որոշումները այլ ուրեմն նպատակով ենք կայացնում, ինչ վերաբերում է ինչու հանդիպումներ չունեցավ, ես խորհուրդ կտամ հենց վարչապետին այդ հարցը ուղղել, ես դեռևս խմբակցությունը հանդիպելու հնարավորություն չի ունեցել եւ մենք այդ հարցը չենք ուղղել, որ գոնե հղում անելով պատասխանեի, ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Հայկական կողմը այս այսօր։ Ինչու՞։ Չէ, ես չեմ հասկանում ինչի եք դուք տենց ինչ որ մի երկրի հետ ինչ որ մի հարաբերությունները անպայման հակակշռում մյուս երկրի շահերի հետ։ Սպառնում էին արևմուտքից գնալու համար Հայաստանի ղեկավարը, ասում էին Զելենսկին էր սպառնում։ Այսինքն այդ սպառնալիքների ելնելով ենք մենք ասում կարող Հայաստանը խնդիրներ ունեն արևմուտքում։ Տեսեք, Զելենսկին ինչ-որ հայտարարություն արել, որը վերաբերում է ամբողջ աշխարհին եւ Հայաստանին չի վերաբերում, եւ այդ հայտարարությունը տեսնելուց հետո էլ մենք գնացել ենք եւ իսկ որ Հայաստանի վարչապետը գնում է ռազմավարական դաշնակից հանդիսացող երկիր եւ այդ երկրի ղեկավարի հետ երկկողմ հանդիպում չի լինում, սա արդյոք չի խոսում այնպիսի խնդիրների մասին, որոնք իսկապես կան եւ որոնք չի հաջողվում հաղթահարել։ Ես տեղեկացված չեմ հանդիպումների մասին եւ չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ կարող է պաշտոնական երկկողմ հանդիպում չի եղել, բայց այլ շփումներ են եղել, հեչ պարտադիր չի դրոշները դնել նստել, որպեսզի ինչ որ խոսակցություն ունենալ, հնարավոր է այլ ֆորմատներում խոսակցություն եւ ես ձեզ ասեմ ավելին, երբեմն կարող ես օրինակ ընթրիքի ընթացքում ավելին խոսել, քան այդ տեսախցիկների առաջ այդ բանակցությունների ընթացքում այնպես որ այդպես չէ էլի դիվանագիտությունը որ անպայման պետք է պաշտոնական հանդիպումը դրված լինի որ կարողանաս ինչ որ խոսակցություններ ունենալ իսկ պաշտոնականից զատ այլ հանդիպումների կամ շփումների մասին ես ասացի որ տեղեկացված չեմ։ Տիկին Հակոբյան, իսկ ինչու զորախումբ չէր ուղարկել Հայաստանը, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ դա նաև մեր հաղթանակն էր եւ Հայաստանը ծառայողի ներկայություն է ունեցել պատերազմում։ Ես խորհուրդ եմ տալիս կառավարությանը այդ հարցը ուղղել, որովհետև ես չեմ հետևել ուրեմն այդ շքերթին, այո, տոնական եւ չեմ կարող ասել եւ առհասարակ այս հարցը պետք է տալ կառավարությանը ոչ թե պատգամավորին։